Հալելույա։ Ես նույնիսկ պիտի խոսեմ հաղթելու իշխանության մասին։ Մինչ դրա մասին ասելը նորից ուզում եմ խոսել մի փոքր եկեղեցու մասին։ Հիսուսի տարբեր մարմինների մասին է գրված Աստվածաշնչում։ Մեկը մահացավ խաչի վրա, մեկը գտնվում է երկնքում հոր աջ կողմում նստած։ Դու հավատում ես դրան։ Երկրի վրա գտնվում է եկեղեցին։ Մի մարմին, որի մասը մենք ենք կազմում։ Եկեղեցին անպարտելի իրականություն է։ Աստված չէր սկսի մի գործ, որի մեջ ինքը պարտություն պիտի ունենար։ Աստված սկսել է մի գործ, որը հաստատ հաջողությամբ ու հաղթանակով պիտի վերջացնի։ Կարդացեք Հայտնության գիրքը, տեսեք ինչքան է գրած դրա մասին։ Որքան շատ ու հաստատ գիտենք, որ այդ բոլոր գրվածը ճիշտ են։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Աստված տեսավ, ցույց տվեց Հովհաննեսին այն ինչ որ ապագայում պիտի լիներ։ Այսօր Հայտնության գրքից մի քիչ շատ կխոսեմ։ Ուրեմն ինչ որ կոչվեց եկեղեցի, ինքը անպարտելի իրականություն է մինչև Հիսուսի գալուստը ու հավիտյան ինքը անպարտելի է։ Բայց անհատների մոտ կարող լինի դժվարություն, որ անհատները կարող է պարտություն կրեն։ Դրա համար արժի որ սովորեցվի ձեզ, թե ինչպես հաղթել, որովհետև հաղթությունը անպայման կա։ Ես անցած անգամ որոշ բաներ խոսեցի ձեզ, ու չգիտեմ, շատ նախանձավոր եմ, որ դա ձեր կյանքում իրականանա, որ պրակտիկ գործադրեք ձեր կյանքում, տեսնեք այդ հաղթությունները։ Այսօր էլ պիտի խոսեմ դրա մասին։ Բաց արեք ինձ հետ Հայտնության գիրքը։ Հաճախ լսում եմ նույնիսկ որ մարդիկ ասում են, թե իրենք վախենում են, որ կարդան Հայտնության գիրքը, որովհետև այնտեղ սարսափելի բաներ է գրված։ Բայց ինչ որ գրված է իրականություն է գրված։ Դրա համար իրականությունից ոչ թե պիտի փախնել, այլ պիտի ճակատ դուրս գալ նրա դեմ։ Բացեք Հայտնության 7-րդ գլուխը։ Պիտի կարդամ 9-րդ խոսքը։ Նախ նկարագրեմ ինչա տեղի ունենում։ Հովհաննեսը գտնվում էր Պատմոս կղզում։ Ակսորված էր Աստծո խոսքի համար, Աստծո խոսքի վկայության համար, զորավոր Աստծո վկաներից մեկն էր։ Ու վերջին առաքյալն էր, որ կենթանի էր մնացել։ Պատկերացնեք առաջի դարի 90-ական թվականներից հետո է սա տեղի ունեցել։ Մոտ 95-96 թվականներին արդեն Հովհաննեսը գտնվում էր Պատմոս կղզում, ու այնտեղ իրեն Աստված ուղարկում է իր հրեշտակին ու տեսիլքով ցույց է տալիս, թե հետո ինչեր պիտի տեղի ունենան։ Հայտնության մեծ մասը գրված է մեզ համար նույնիսկ որպես ապագա։ Մի մասը Հովհաննեսի համար էր, մի մասը այն ժամանակի համար էր, մի մասը մեր ներկայի համար է, բայց մի մասն էլ արդեն ապագա է բոլորովին։ Հիմա որ պիտի կարդամ 7-րդ գլուխը, դա մեզ համար էլ է ապագա։ 7-րդ գլխի 9-րդ խոսքը։ Ուրեմն գրում է, որ տեսնում եմ բազմություն։ Ասեմ, որ դրանից առաջ խոսում է 144,000 մարդկանց մասին, ովքեր ընտրված էին երկնքում։ Սրա վրա կանգ չեն կառնի։ Գրված է, որ դրանք հրյաների 12 ցեղերից էին։ 9-րդ խոսքը կարդում եք ինձ հետ։ Դրանից հետո եւ ահա տեսա մի մեծ բազմություն, որ մեկը չէր կարող հաշվել։ Բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից, լեզուներից, որոնք աթոռի առջև ու գառնուկի առջև կանգնած էին, ճերմակ հանդերձներով եւ ձեռքերում արմավեններ բռնած, եւ մեծաձայն աղաղակում էին ասելով փրկություն մեր Աստծուն եւ այլն։ Այս 9-րդ խոսքն եմ ուզում, որ ուշադրություն դարձնեք։ Հովհաննեսը տեսնում է մեծ բազմություն, ասում է այնքան շատ էին, որ մեկը չէր կարող հաշվել։ Իհարկե սա չի վերաբերում Աստծուն։ Աստված ամեն ինչ գիտի շատ մանրամասն։ Նա մեր բոլորիս գլխի մազերը իրար հետ գումարած գիտի քանակը։ Աստված էսպիսի անձնավորություն է, ինքը կատարյալ է իր գիտության մեջ։ Բայց գրված է մարդկանց համար, ու գուցե նույնիսկ հրեշտակները, այսինքն ոչ թե թիվ չկա այդքան մեծ, այլ Հովհաննեսը ուզում է ասի շատ մեծ մի բազմություն։ Ինչն է այստեղ կարևոր ու հետաքրքիր։ Մեծ բազմություն, որ մեկը չէր կարող հաշվել բոլոր ազգերից ու ցեղերից։ Այսինքն եկեղեցին դա չի ամփոփում միայն հրյաներով, չի ամփոփում միայն հայերով, ամփոփում է բոլոր ազգերով ու բոլոր լեզուներով։ Մենք չունենք Հայաստանում այդպիսի դժվարություն, բայց հաճախ մարդիկ որոշ ազգերի դեմ իրենց սրտում ինչ-որ բաներ պահում են, ջնջեք սա ձեր մեջից։ Ոչ միայն նույն ազգի մեջ, այլ բոլոր ազգերի մեջ պիտի լինեն Աստծո եկեղեցու մարդիկ, Հիսուսի մարմնի անդամներ։ Ինչպես մենք, չէ՞ որ հեթանոս էր հայ ազգը ու հանկարծ դարձավ։ Մենք հո չենք ծնվել քրիստոնյա։ Մենք ծնվել ենք որպես հեթանոսներ, ու հետո դարձել ենք, հավատացել ենք Հիսուսին։ Մի ուրիշ կարևոր բան, ասում է, որ գառնուկի առջև կանգնած էին ճերմակ հանդերձներով ու իրենց ձեռքում արմավեններ բռնած։ Այս մեծ բազմությանը Հովհաննեսը կարծես թե բնութագրում է երկու կարևոր բանով, որ իրենք բոլորը ունեին սպիտակ հանդերձներ։ Հետո մենք կարդում ենք նույն Հայտնության գրքում 19-րդ գլխում, որ դա սպիտակ հանդերձը դա արդարության խորհրդապատկերն է եւ դա մաքրվում է Հիսուսի արյունով։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր կգտնվեն Հիսուսի արյան տակ, ովքեր կընդունեն Հիսուսի արյունով կատարված փրկչագործությունը, իրենք մտնում են այս խմբի մեջ։ Մի պահ փորձեք հավատքով պատկերացնել։ Հովհաննեսը տեսնում էր բազմություն։ Այդ բազմությունը ովքեր էին։ Չէ՞ որ եկեղեցին էր։ Ինքը չէր տեսնում միայն այն ժամանակվա առաջի դարում եկեղեցու անդամներին։ Տեսնում էր մինչև վերջ, մինչև Հիսուսի գալուստը բոլոր մարդիկ, ովքեր եկեղեցու մեջ էին։ Դրա համար ասեց մի բազմություն, որ մեկը չէր կարող հաշվել։
Այսինքն ես ու դու էլ գտնվում ենք այդ բազմության մեջ։ Եթե Հովհաննեսը ուշադիր նայեր, կարող է մեր դեմքերը ճանաչեր, թե մեր չճանաչում։ Մի կարևոր բան ևս գրվածա, որ նրանց ձեռքերում արմավենիներ կային։ Արմավենին գիտեք ինչի խորհրդապատկերն է։ Հաղթելու։ Հետո իհարկե մի հրեշտակ մոտենում է Հովհաննեսին, ով տեսնում էր այդ պատկերը, այդ մեծ բազմությունը, ասեց Հովհաննես, գիտես որտեղից են այս մարդիկ։ Հովհաննեսը ասեց, չէ, որտեղից իմանամ։ Ու հրեշտակը բացատրեց, ասեց, սրանք են մարդիկ են, որ գալիս են մեծ նեղության մեջից։ Իրենց հանդերձները լվացին ու սպիտակեցրին Հիսուսի արյունով։ Սրանք են մարդիկ են, որ գալիս են մեծ նեղության մեջից։ Երբ որ դու գալիս ես Հիսուսին, Սատանան հանգիստ չի կարող մնալ ու անպայման պիտի դուրս գա քո դեմ պատերազմի։ Ինչ ես անում այդ ժամանակ։ Ավելի մաքրում ու սրբացնում ես քո հանդերձը, թե կեղտոտվում ես այդ նեղության մեջ։ Մի պահ նայիր քո կյանքին, հրեշտակը Հովհաննեսին ասեց, որ սրանք են մարդիկ են, ովքեր իրենց հանդերձները մաքրեցին ու սպիտակացրին Հիսուսի արյունով։ Այդ նեղությունների մեջ հաղթելով անցան։ Արմավենին հաղթության նշանն էր։ Դու որոշել ես հաղթել, ուրեմն հաստատ կլինես այդ խմբի մեջ։ Բայց երբեք այդ որոշումից ետ չկանգնես, որովհետև դժվարությունները միշտ լինելու են քո առաջ։ Այս աշխարհի գայթակղությունները, մոլորությունները միշտ կանգնելու են քո առաջ։ Գիտեք, որ ամբողջ Աստվածաշնչին նայելով 3 միջոց կա սատանայի համար, որ ստիպում է քրիստոնյաներին ուրանալ հավատքը։ Դա գայթակղություններն են, մեկը այս աշխարհի հրապույրները։ Իսկն ցույց է տալիս մի փայլփլում բան ու դուրս է քաշում քրիստոնյային Հիսուսի մեջից։ Սրանով կուլ է տալիս նրան։ Մի ուրիշ բան դրանք մոլորություններն են։ Բերում է մի գիտություն, որը հակառակ է Աստվածաշնչին, թեկուզ կարող Աստվածաշունչը բացի, բայց սխալ գիտություն քեզ փոխանցի, ուրեմն ինչքան խորը պիտի լինի քո ճանաչողությունը Աստծո մեջ, որ որքան էլ փորձի ինքը նմանեցնել, չկարողանա քեզ խաբել։ Խորացիր Աստվածաշնչի մեջ։ Եվ մի բան էլ երրորդը, որ վերջինը ու սատանան շատ օգտագործում վախն է։ Վախը ապագայի նկատմամբ, վախը մարմնի նկատմամբ, վախը փողի նկատմամբ, որ վաղը փող չես ունենա։ Մեկը վախենում է, թե վաղը ինչ պիտի ուտի, այն մեկը վախենում է, որ չգիտեմ ինչ պիտի լինի։ Ու վախերի միջոցով մեկին սպառնում են, որ կսպանեն, մինչև հավատարիմ եղիր ու կենաց պսակը կունենաս, գրված Աստծո խոսքում, Հիսուսի խոսքերն են։ Հիմնական այս 3 միջոցներն են, որոնք սատանան օգտագործում է Աստծո մարդկանց դեմ հաղթելու համար։ Բայց դու ունես հաղթելու միջոցներ, ես այսօր պիտի խոսեմ հաղթելու միջոցներից։ Վանցարը 12-րդ գլուխը հայտնության։ Հայտնությունը մի գիրք է, որ շատ կարևոր է մեզ համար։ Չէ՞ որ Հովհաննեսը տեսել է եկեղեցու ապագան, որտեղ մենք ենք գտնվում։ 12-րդ գլխում մի հետաքրքիր բան է նկարագրում։ Հովհաննեսը տեսիլքի մեջ տեսնում է մի զորավոր վիշապ, որ հարձակվում է մի կնոջ վրա։ Այս կինը ծննդաբերում է մի տղայի։ Գրված է, որ այդ տղա երեխան հափշտակվում է Աստծո մոտ ու բացահայտ ձևով ասում է, որ դա Հիսուսն է։ Հիսուս բառով չի ասվում, բայց ասում է, որ նա է, որ պիտի հովվի բոլոր ազգերը երկաթե գավազանով, ուրիշ մեկը չկա, որ թագավորների թագավոր կոչվի։ Հետո վիշապը տեսնում է, որ որդուն չկարողացավ ոչինչ անել, ընկնում է կնոջ հետևից։ Ու գրված է կինը փախնում է անապատ, սա ձեզ ոչինչ չի հիշեցնում պատմական ընթացքում։ Ու գրված է, որ անապատում նույնիսկ ընկնում է նրա հետևից։ Այդ կինը, որ գրված է 12 աստղե պսակ ուներ իր գլխին, արևը հագած էր, լուսինը ոտքերի տակ գցած, սա Իսրայելի ժողովրդի նկարագիրն է, որտեղից ծնվեց Հիսուսը։ Հիսուսը հափշտակվեց հոր մոտ, հիմա արդեն դա տեղի ունեցել։ Բայց կինը գրված է փախավ անապատ, նա ցրվեց աշխարհով մեկ, հոգևոր անապատ ապրեց։ Մինչև 20-րդ դարը ինքը ապրեց հոգևոր անապատ։ Հիմա էլ այդքան լավ վիճակում չի գտնվում։ Ու բոլոր կողմից այդ վիշապը շարունակում հարձակվել այդ կնոջ վրա։ Բայց դա չի էականը։ Գրված է, որ նրա որդիները պատերազմում են վիշապի դեմ ու հաղթում են։ Ու 11-րդ խոսքում գրված է այսպես. «Եվ նրանք նրան հաղթեցին գառնուկի արյունով, իրենց վկայության խոսքով, եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ»։ 3 միջոց է ասում, որ Աստծո ժողովուրդը կարահաղթի դրանցով սատանային են, վիշապին, որ ընկած է իրենց հետևից։ Սրանից հետո խոսվում է բաներ, որոնք մեր համար են ապագա։ Ես չեմ ուզում դրանց մասին մանրամասն խոսել։ Ուղղակի կանգ առնենք այս մի խոսքի վրա, որովհետև այստեղ խոսվում է հաղթելու միջոցների մասին։ Ասում է, եւ նրանք նրան հաղթեցին գառնուկի արյունով, իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ 3 միջոց, որոնցով կարելի է այս կյանքում հաղթել։ Առաջինը գառան արյունով։ Ինչ է նշանակում հաղթել գառան արյունով։ Հիսուսը մի գործ է արել, որը հաղթություն է բերում իր թողած սերունդի կյանքում։ Մեր, այսինքն եկեղեցու մեջ հաղթություն է բերում։ Որն է դա, ինչ գործ է դա։ Դու հավատում ես, որ Հիսուսը մահացել ու արյուն է թափել քո համար, անձամբ քո համար։ Սա գիտեք ինչքան կարևոր է։ Եթե դու հավատում ես դրան, սա մի հավատքի ուժ է տալիս քեզ, որ ոչ մի միջոց չի կարողանում կոտրել այդ հավատքը։ Որքան է եղել քո կյանքում, որ մտածել ես, թե Աստված քեզ չի սիրում։ Եղել են այդպիսի պահեր, որ մտածել ես Աստված թողել է քեզ, նա էլ քեզ չի սիրում, էլ քո կողքին չի։
Հենց նայում ես Հիսուսի խաչին ու հավատում ես, որ նա մահացել է, անմիջապես վերականգնվում է քո հավատքը, չի կոտրվում դրա վրա։ Ինչու՞։ Որովհետև Աստված իր սերը ապացուցեց խաչի վրա։ Գիտեք, նա իր սերը չի ապացուցում նրանով, որ մեզ շատ փող կտա։ Նա իր սերը չի ապացուցի նրանով, որ կտա մեր սրտի ուզածը, հակառակը, ինքը տալիս է իր սրտի ուզածը, ոչ թե մեր սրտի ուզածը։ Մեկ-մեկ որ քրիստոնյաները խոսում են կամ մարդիկ ընդհանրապես ասում են այնքան շատ հավատ ունեն, Աստծուց ինչ խնդրում եմ տալիս է, ասում ես տենց Աստծու չեմ ճանաչում, որ ինչ խնդրեմ ինքը պիտի տա։ Աստվածաշնչում պայմաններ կան, թե ինչեր պիտի խնդրեմ, որ ինքը տա, ու ինչպես պիտի խնդրեմ, որ ինքը տա։ Ու փառք Հիսուսին, որ ինքը չի տալիս ամեն ինչ որ մենք խնդրում ենք, տալիս է այն ինչը որ ինքն է հարմար գտնում, որովհետև իր սիրուց բխած է տալիս։ Ինչ կլինի, եթե հայրը իր երեխային տա այն ինչը որ երեխային վնաս կլինի։ Մենք շատ բաներ չենք հասկանում, որ եթե այսօր ունենանք, վաղը ինչ փորձանք կլինի մեր գլխին։ Մեր հայրը կատարյալ իմաստուն, ամենակարող, ամենագետ, ինքը տալիս է միայնակ, կատարյալ սեր լինելով տալիս է այն ինչը որ մեզ պետք է։ Դրա համար մի էլ փորձեք խնդրել այն ինչը որ ինքը չի ուզում որ տա մեզ։ Հալելույա։ Հաճախ քրիստոնյաներին շատ նեղում է ու սատանան դուրս է գալիս քրիստոնյաների դեմ, գիտեք ինչով, որ դու մեղավոր մարդ ես։ Այսինքն ուրախ եմ, որ ես մեղավոր մարդ եմ։ Եթե ես կատարյալ սուրբ լինեի, չգիտեմ ինչքան հպարտ կլինեի երևի Աստծո առաջ։ Բայց հիմա ես գիտեմ, որ ես կատարյալ մեղավոր եմ, առանց Հիսուսի ոչ մի լավ բան չկա իմ մեջ։ Եթե մի բան կա, դա Հիսուսն է դրել։ Բայց մեղավորությունը շատ հաճախ քրիստոնյային ընկճում ու նեղում է, ու չի կարողանում ինքը դուրս գա պատերազմից, ինքը նեղված ու ընկճված է լինում։ Գառն արյունով հաղթեցին։ Հիսուսի թափած արյունը ինձ հիմք է տալիս մտածելով, որ թեև ես շատ մեղավոր եմ, բայց իմ մեղքերը ծածկված են այդ արյունով։ Դու այդպես հավատում ես քո համար։ Քո համար այդպես հավատում ես։ Ու երբ որ դու մտածում ես, որ պիտի կանգնես աղոթելու, մեկ էլ միտքը գալիս, բա ես մեղավորս, Աստված կլսի ինձ։ Իհարկե կլսի։ Գիտես ինչու՞։ Որովհետև Հիսուսի արժանը կա քո վրա։ Ոչ թե նրա համար, որ դու լավն ես, որ դու արժանի ես, այսպիսի բան գոյություն չունի, այլ որ Հիսուսի արժանը կա քո վրա։ Ու Հիսուսի արյան տակ ինքը չի տեսնելու քո մեղքերը, ինքը ընդունելու է քեզ կատարյալ ձևով, ինչպես որ դու կաս։ Չգիտեմ, այս երջանկությունը դուք ապրել եք, որ նայում եք Աստծուն, ասում եք ինչ լավ է, որ ես քո մոտ ընդունելի եմ։ Ու ընդունելի եմ ոչ թե նրա համար, որ ես լավն եմ ծնվել, այսպիսի բան չկա, բոլոր մարդիկ մեղքից ծնված են, մեղքի պարունակությունով ծնված են։ Այլ նրա համար, որ քո արժանը կա, որ դու շնորհք արեցիր, քո որդուդ զոհեցիր, այս սրա համար ես ընդունելի եմ քո մոտ։ Այս համար կարող եմ բերանս բացել ու ասել հայր խնդրում եմ, ու դու կլսես անպայման ինձ։ Շնորհակալ եմ դրա համար, այ ինչ մեծ մի բան է։ Ու հավատքը չի կոտրվում այստեղ քրիստոնյայի։ Սա մի լուրջ հավատքի հիմք է տալիս, որ դու կարող ես սատանայի դեմ պատերազմել։ Երբ որ դուրս գաս պատերազմի, քո մեղքերը կանգնելու են քո առաջ։ Ու սատանան հարձակվելու է քո մեղքերով քո վրա, բայց դու այսքան մեղավոր ես։ Նայում ես Հիսուսի խաչին, ասում ես նա արյուն է թափել իմ համար։ Այդ բոլոր մեղքերը ջնջված են, ծածկված են այդ արյունով։ Ու մեղավորությունը չի կարողանում կոտրել քո հավատքը։ Հասկանում եք, սա միայն այն դեպքում, երբ որ դու գիտակցաբար մեղքին կողմնակից չես, այլ հակառակ ես կանգնած մեղքին։ Իսկ երբ որ դու ես ընտրում մեղքը, էլ ինչ անի Աստված։ Կարծես թե դու անարգես այդ արյունը, որ թափված է Հիսուսի կողմից։ Գիտեք, մեկ-մեկ մարդիկ կասկածում են ինչի վրա։ Ես խոսում եմ այն բաները, որոնք շատ են պատահում քրիստոնյաների կյանքում։ Իրենք արդյոք Հիսուսինն են, թե չէ։ Արդյոք Աստծունն են, թե չէ։ Գիտեք, որ այդ արյունը թափվել է երկու բանի համար, որ քո մեղքերը ներվեն ու դու պատկանես իրեն, եթե ընդունում ես արյունը քո վրա։ Դու վստահում ես թափված արյանը, հիմա պատկերացնում եք ինչքան ավելի ամուր կլինի քո հավատքը, եթե դու հավատաս գառան արյանը, ու այդ արյունով պատերազմի դուրս գաս։ Եվ մի կարևոր բան էլ, քրիստոնյաներին հաճախ ընկճում է նա, որ իրենք արժանի չեն։ Ես ձեզ ասում եմ, որ իսկապես դուք արժանի չեք, բայց ձեզ արժանի դարձնող այդ արյունն է, որ կա ձեր վրա։ Որ երբ որ Աստված երկնքից նայում ու տեսնում է այդ արյունը, ինքը ընդունում է ձեզ, արյան պատճառով արժանի դարձնում ձեզ, արյունն է արժանի դարձնում, ոչ թե մենք։ Դրա համար գրված է, որ նրանք հաղթեցին։ Սատանայի զենքերից մեկը այդ հավատքի կոտրելն է, որ քրիստոնյան չկարողանա իր դեմ պատերազմի դուրս գալ։ Դու մեղավոր մարդ, ինչպես կարող ես կռվել նրա դեմ, ով որ մեղքի տերն է, այսինքն Սատանան։ Ոնց կարող ես, երբ որ դու նրա ծառան ես, բայց երբ որ դու նայում ես արյանը, այդ բոլորը ծածկվում է, դու կարողանում ես դուրս գալ պատերազմի։ Ահա թե ինչու նրանք հաղթեցին գառն արյունով։ Ահա թե ինչու էր պետք է հաղթանակը։ Մի ուրիշ կողմ պիտի ասեմ, սա արդեն կապված է միայն Հիսուսի հետ։ Եվ այդ կապվածը Հիսուսի հետ փոխանցվեց եկեղեցուն։ Գիտեք ինչ է նշանակում, որ Հիսուսը խաչի վրա մահացավ։ Ինքը այն ժամանակ, երբ որ խաչի վրա էր, իր վրա վերցրեց ամբողջ աշխարհի մեղքը։ Կարծես թե այդ մեղքը վերցնելով ինքը դա տեղափոխեց դժոխք, հանձնեց դժոխքին ու ինքը դուրս եկավ կատարյալ սուր։ Տվեց դժոխքի պարտքը։ Մի պահ մտածեք սրա մասին։
Կողոսացիների 2-րդ գլխում 14-15 խոսքերում գրված է, որ սատանայի ամբողջ բանակը ինքը մերկացրեց ու խայտառակեց խաչի վրա իր անձով։ Ահա թե ինչու մենք կարող ենք պատերազմել սատանայի դեմ, որովհետև Հիսուսը արդեն հաղթել է նրան։ Ու սա արեց ինչով։ Իր թափված արյունով խաչի վրա։ Պետք է արյանը ճիշտ վերաբերվել։ Շատ քրիստոնյաներից լսել եմ այսպիսի աղոթքներ, որ ասում են Հիսուսի արյունը բերում է մեզ ինչ տեղում։ Ես չեմ կարող այդպիսի բան անել։ Հիսուսի արյունը բերել է ինչ տեղում։ Հետո ինչ, դա խոսք էր, որ ասեցի։ Ո բան տեղի չունեցավ։ Բայց ես կարող եմ հավատալ, որ այդ արյունը պաշտպան է կանգնած այսօր, ու թափված է այն վրա, ու մաքրել է ինձ, ու այդ արյան միջոցով սատանայի բանակը պարտված է։ Ամբողջ սատանայի բանակը, որ կանգնի քո առաջ, նա քեզ ոչինչ անել չի կարող, գիտես ինչու։ Որովհետև այդ բանակը խաչի վրա խայտառակ է արված Հիսուսի կողմից։ Ես չկարդացի այդ խոսքերը Կողոսացիների, բայց ասեցի այնտեղ ինչ է գրված։ Եթե ուզում եք կարող եք կարդալ ու տեսնել։ Իր կյանքի ամենավերջի ժամերին, երբ որ Հիսուսը իր աշակերտների հետ էր, վերջին գիշերը, վերջի ժամերն էր անցկացնում։ Ու շատ բաներ խոսեց աշակերտների հետ, ու ամենավերջին բանը, որ ասեց աշակերտներին, գիտեք որն էր։ Գրված է Հովհաննես 16-րդ գլխի ամենավերջի խոսքում։ 17-րդ գլխում ինքը աղոթք է անում ու դրանից հետո էլ ոչինչ չի խոսում աշակերտների հետ։ Մեկ էլ մինչև հարություն էլ ոչինչ չի խոսում։ Գիտեք ինչ է գրված։ Ասում աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Չասեց պիտի հաղթեմ, ասեց հաղթեցի, արդեն հաղթել էր Հիսուսը։ Ինքը ապրեց, օրինակ ցույց տվեց ինչպես են հաղթում այս աշխարհին։ Գիտեք ինչու աշակերտներին ասեց քաջասիրտ եղեք, ես հաղթեցի։ Ես կարող եմ կանգնել ասել Հիսուս, դու հաղթեցիր, ինձ ինչ։ Բայց ինքը ասեց քաջասիրտ եղիր, ես հաղթեցի։ Ինչու, որովհետև այդ հաղթությունը փոխանցվեց եկեղեցուն։ Ինչու էր աշակերտներին ասում սա, որովհետև աշակերտները մտնում էին նույն հաղթության մեջ։ Այդ հաղթությունը կատարյալ եղավ, ամբողջական եղավ խաչի վրա։ Հիսուսը հաղթել է աշխարհին։ Այսօր ինչն է քո կյանքում, որ նեղություն է պատճառում քեզ։ Հիսուսը հաղթել է արդեն դրան։ Գրված է ինքը քահանապետ է մարմնի մեջ եղած։ Գիտեք, ինքը ապրել է այսպիսի մարմնի մեջ։ Ու այնքան լավ է հասկանում մեզ։ Գիտեք, մարդիկ հաճախ մարդ են փնտրում, որ իրեն հասկանա։ Դուք երբ որ կանգնեք Հիսուսի առաջ ու նայեք նրան, ինքը կատարյալ հասկանում է ձեզ։ Ինքը գիտի դուք ինչ եք ապրում ձեր մեջ։ Գիտի թե ինչքան տխրում եք հաճախ մարդկանց խոսքերից։ Գիտի թե հաճախ նեղությունների մեջ ինչ է կատարվում ձեր սրտերի մեջ։ Բայց նայեք Հիսուսին ու մտածեք, որ ինքը հասկանում է ձեզ, որովհետև ինքը ապրեց այսպիսի մարմնի մեջ, ինչպիսին մենք ունենք։ Ինքն էլ մահացավ, ինչպես մենք պիտի մահանանք։ Թող իր անունը փառավորվի։ Հալելույա։ Այս սրան մեջ է խաչի զորությունը, այս սրան մեջ է արյան զորությունը, որ դու հավատում ես սրանց։ Ոչ թե որ տարյունը չգիտեմ ինչ երևույթային ձևով կգա քո կյանքում։ Ես նման աղոթքներ չեմ ընդունում ու շատերի հետ վիճել եմ այսպիսի հարցերով։ Աստվածաշնչով ցույց են տվել, որ դա չի ճիշտ։ Այլ ճիշտը սա է, որ դու հավատում ես, թե Հիսուսի արած գործը ինչ է անում այսօր քո կյանքում։ Դու հավատում ես սրան, դրա համար դու կարող ես հաղթել, եթե հավատում ես։ Եվ նրանք նրան հաղթեցին գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Առաջինը գառան արյունն էր։ Երկրորդը գրված է իրենց վկայության խոսքով։ Խոսքը շատ կարևոր մի բան է։ Անցած անգամ մենք որոշ բաներ խոսեցինք դրանից։ Խոսքը ուժ ունի իր մեջ եւ եթե դա վկայության խոսք է, եթե դա ճիշտ հիմք ունի։ Այստեղ պիտի երկու բաժին խոսեմ։ Ինչ է նշանակում վկայության խոսք։ Այսինքն դու վկայում ես Աստծո արած բաների մասին։ Դա խոսք է, որ դուրս է գալիս քո բերանից, որը վկայում է ինչ որ մի բանի մասին։ Այսինքն դու կարծես դառնում ես վկա։ Հակառակ դեպքում դա իմաստ չունի ու հաղթանակ չի կարող բերել։ Գիտեք, ես կարող եմ ասել, Պողոս առաքյալի կյանքում այսպիսի բան տեղի ունեցավ։ Դա Պողոսի վկայությունն է, իմ վկայությունը չի։ Մարդը հաղթում է նրանով, ինչը որ ապրում է իր կյանքում։ Դու կարող ես հաղթել նրանով, ինչը որ ապրես քո կյանքում։ Ինչը որ Պողոսն է ապրել, դրանով չես կարող հաղթել։ Հիշում եք Գործք առաքելոցում մի դեպք կա նկարագրված, որ մի քանի տղաներ ուզեցին, որ դև հանեն, ու ասացին, քեզ հրամայում ենք այն Հիսուսով, որ Պողոսն է քարոզում։ Ու ինչ տեղի ունեցավ իրենց հետ։ Եվացը հարձակվեց նրանց վրա, ծեծեց, մերկ ու վիրավորված դուրս փախան տնից։ Ինչու՞։ Որովհետև այդ խոսքը իրենցը չէր, Պողոսինն էր։ Դևը ասեց Պողոսին էլ գիտեմ, Հիսուսին էլ, դուք ով եք։ Ու գրվածը հարձակվեց նրանց վրա ու ծեծեց։ Բայց եկեք Գործք առաքելոցից մի ուրիշ խոսք կարդանք։ Գործք առաքելոց 26-րդ գլուխ 16-րդ խոսք։ Սա այն պահն է, երբ որ Պողոսը պատմում է, թե ինքը ինչպես ապաշխարեց։ Ու մեր համար շատ կարևոր մի արտահայտություն է անում, ասում է, երբ որ ինքը խոսեց Հիսուսի հետ, հենց այն ժամանակ, տեսեք 15-ից կարդամ։ Ես էլ ասացի դու ով ես Տեր, եւ նա ասաց ես եմ Հիսուսը, որին դու հալածում ես։ Բայց ելիր, ոտքիդ վրա կանգնիր։ Ուրիշտեղ գրված չի սա, թե Հիսուսը այս խոսքը շարունակել ու այսպիսի բաներ ասել։
Բայց Պողոսը պատմում է, որ իսկապես Հիսուսը այդ հանդիպման ժամանակ ասեց իրեն. «Բայց ելիշ, ոտքիդ վրա կանգնիր, որովհետև այսօր քեզ երևացի, որ քեզ վերցնեմ որպես պաշտոնյա եւ վկա լինելու այն բաներին, որոնք տեսար, ու այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ»։ Մի պաուշալություն դարձրեք, Հիսուսը ասում է. «Քեզ երևացի ու քեզ վերցրեցի որպես ինձ պաշտոնյա»։ Վկա լինելու ուշադրություն դարձրեք, որ սա մեր պաշտոնն է, սա մեր ծառայությունն է, վկա լինել այն բաներին, որոնցով մենք տեսանք Հիսուսին, Աստծուն, կամ Աստծո գործերը, եւ այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ, Պողոսին է ասում։ Ասում արդեն երևացել եմ քեզ ինչ-որ բաներով, դու սրանց վկան ու պաշտոնյան պիտի լինես։ Ասում նաեւ այն բաներով, որոնցով քեզ պիտի երևամ, այս սրանց վկան ու պաշտոնյան պիտի լինես։ Դու քրիստոնյա, քանի անգամ ես հանդիպել Հիսուսի հետ, որքան բան կարող ես վկայել Հիսուսի մասին, ինքը ինչ արել քո կյանքում։ Ոչ թե Պողոսի կյանքում, Պետրոսի կյանքում, անցավ, դա առաջի դարներ։ Դու վկան ես Հիսուսի։ Հիսուսը իր աշակերտներին ասեց, երբ որ ընդունեք Սուրբ Հոգին, հիշում եք, իմ վկաները կլինեք մինչև աշխարհի ծայրերը։ Հիշում եք այդ խոսքը, Գործք առաքելոց առաջի գլուխ։ Գրված է իրենց վկայության խոսքով հաղթեցին։ Այն բաներով, որոնք դու կապրես Աստծո հետ, ու դրանց մասին կվկայես, կասես ես Աստծուն ճանաչում եմ այսպես, իմ անձնական հաղորդակցության ժամանակ ինքը ինձ այսպեսի բան ասեց, կամ կասես, որ ինքը իմ կյանքում այսպեսի բան արեց, այս սրանով կհաղթես կյանքում։ Այն Աստվածը, որ քեզ հետ խոսի, 1000 հոգի էլ կանգնեն ասեն այդ Աստվածը չկա, դու կասես ոնց չկա, ես խոսել եմ հետը։ Հասկանում եք ինչ է նշանակում վկայություն։ Դու գիտեք, որ ձեր պաշտոնն է վկա լինել այն բաներին, ինչով որ Հիսուսը երևաց ձեզ, ինչով որ Հիսուսը կխոսի ձեր հետ։ Այս սրանց պաշտոնյան եք դուք։ Ու եթե ուզում եք, որ ձեր պաշտոնը մեծ ու զորավոր լինի, հավաքեք այդպիսի վկայությունները։ Ուժեղացրեք այդպիսի վկայությունները։ Շատ քրիստոնյաներ մոտենում են, ասում են, ես այսպիսի տեսա, ես այսպիսի բան տեսա, Աստված ինձ հետ սենց խոսեց։ Ասում եմ, եկեք այստեղից պատմեք, ասում են, չէ, ամոթ է։ Դուք չեք հաղթի, դուք նախ հաղթեք ձեր ամոթին։ Այնքան կարիքը կա, որ դուք վկայեք այդ բաները, գիտեք ինչու։ Որովհետև դրանք ազդում են ուրիշների կյանքում, որովհետև ձեր վկայությունները ուրիշներն էլ իրենց կյանքում են հաղթում։ Ինչու թաքցնել դրանք ու պահել դրանք։ Պողոսին Հիսուսը ասեց, ես քեզ երևացի, որ քեզ պաշտոնյա վերցնեմ, որ դու վկա լինես այն բաներին, որոնցով երևացի ու դեռ պիտի երևամ։ Մի պաուշալություն դարձրու, գիտես ինչու Հիսուսը քեզ չի երևա ու չի հայտնվի, որովհետև դու չես ուզում այդ պաշտոնյան լինել։ Պողոսը նախ հարցրեց, ասեց, ով ես դու, երկրորդ հարցը ասեց, ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Ու Հիսուսը բացատրեց իրեն, ասեց, քեզ պաշտոնյա վերցրեցի, որ իմ վկան լինես։ Այնքան եմ սիրում այս խոսքը, որ կարող եմ շատ անգամ կրկնեմ։ Մի դեպք պատմեմ, շատ հին դեպք է սա, բայց կարծում եմ շատ սովորեցնող կլինի։ Պատմում են, որ մի մարդ հանդիպում է ունենում Հիսուսի հետ, ու Հիսուսը իրեն ինչ-որ բաներ է ասում, ինքը շատ օրհնյալ, քաղցր զգացումներ է ունենում դրանից։ Այնքան, որ դրանից հետո նստում դա գրում է թղթի վրա, ով տուն է գալիս է թուղթը հանում ցույց է տալիս։ Ու դա տեղի է ունենում մի քանի տարի։ Այս տունը մարդ է գալիս, ասում է կնիկ հլեն օրհնությունը բեր։ Ու կինը գնում վերում է ու կարդում է, ասում է ինձ հետ սենց դեպք ա եղել։ Ոնց կարելի է տարիներով նույն մի հատ հայտնությունը ունենալ։ Ասում է որ մի անգամ էլ տունը մարդ է գալիս, ասում է կնիկ են օրհնությունը բեր, կինը գնում գալիս, ասում է մկները կերել են։ Իհարկե, դեպքը իսկապես ծիծաղելի է, բայց շատ հաճախ մեր կյանքում դեպքերը իսկապես մկները ուտում են այդ օրհնությունը։ Գիտեք ինչու։ Անցնում է տարիներ։ Դրա թողած ազդեցությունը, դրա թողած քաղցրությունը, մարումը ոչնչանում է մեր կյանքում։ Մենք այն պահին, որ այդ օրհնությունը ստացանք, այդ վկայությունը, չգիտեմ, այդ հայտնությունը ստացանք Աստծուց, ինչքան օրհնված ու լավ զգացումներ ունեինք։ Անցնում է ժամանակ, այդ զգացումները սկսում են մարել ու կորել։ Եթե ուզում ես միշտ ուժեղ լինել Հիսուսի մեջ, միշտ պիտի ունենաս այդ օրհնությունները, միշտ պիտի հայտնությունները ունենաս։ Անցած Կիրակի քանի որ էլի խոսել էի սրանից, ուզում եմ ձեզ մի հարց տալ։ Շաբաթվա մեջ ինչքան հայտնություններ եք ունեցել Հիսուսից։ Ո՞վ ա եղել, որ իսկապես բաց արել խոսքը, Աստվածաշունչը ասել է, չեմ փակի մինչև չխոսես ինձ հետ։ Ո՞վ է համառությունով ապրել, Տեր օրհնի ձեզ։ Գիտեք, ձեր վկայության խոսքով դուք կարող եք կյանքում հաղթել։ Իմ վկայության խոսքով դուք չեք հաղթի։ Մեկ-մեկ մարդկանց գիտեք ինչ եմ ասում, ասում լավ ես կարող եմ քեզ սովորացնել, բայց ոչ չեմ կարող մտնել քո սրտի մեջ անել ինչ որ Աստված է ուզում։ Սա ես չեմ կարող։ Քո մեջ քո սրտում արդեն մեկը կա, դա Սուրբ Հոգին է։ Եթե թույլ տաս նա կանի քո սրտի մեջ, եթե թույլ չտաս չի անի։ Դամար եթե ես սովորեցնում եմ, որ պետք է բացել Աստվածաշունչը հայտնություն ունենալ, սпасել Աստծուց խոսք, ուրեմն արեք դա, եթե ուզում եք որ ուժեղ լինեք ու հաղթող։ Եթե ուզում եք մեծ բազմության մեջ լինել, ներկա լինել, արմավենին ձեր ձեռքին ու սպիտակ հանդերձներ հագած, ուզում եք լինել այդ բազմության մեջ, հայ ազգից,
Ես ինչան ես ինչ, Հովհաննեսը տեսնում է այդ բազմության մեջ։ Ես այնպես չեմ ասում, չէ՞ որ Հովհաննեսը իսկապես տեսել է այդ բազմությունը։ Ինքը սիմվոլներ չի տեսել մարդկանց փոխարեն, իսկապես տեսիլքով տեսել է այն բազմությունը, որը պիտի կանգնի Աստծո առաջ ու փառք տա Աստծուն, գոհանա Աստծուց, անցյալի համար ու այդ փրկության համար։ Որ ձեռքում պիտի ունենա այդ արմավենին։ Ուզում ես հաղթողը լինել, քեզ պետք կլինի աշխատել, ջանք անել։ Այդ որ զինվորն է, որ պատերազմի ա գնում ու առանց ջանքի հաղթանակ ա տանում։ Այդ որ զինվորն է, որ առանց զենքը գործածելու մեջ վարժվելու կարողանում է լավ կրակի ու հաղթանակ ունենալ։ Այսպիսի բան չի լինում։ Ձեր զենքը ձեր ձեռքում է, մենք միակ զենքը ունենք, Աստվածաշունչը, որտեղից դու կարող ես հայտնություններ ունենալ ու դրա վկայությունը հաղթանակ բերի քո կյանքում։ Այդ վկայությունը պարտադիր չի լինի քո խոսքերով, կարող լինի քո կյանքով, որտեղ դու հայտնություն ես ունեցել, դա կիրառել ես քո կյանքում։ Սատանան չի վախենում Աստվածաշունչ գրքից, էլի եմ ասել, չէ՞ ձեզ։ Նա վախենում է դրա մեջ եղած պարունակությունից, որ հանկարծ դա կյանք կդառնա քո համար, որ հանկարծ դա կգործածես քո կյանքում։ Երբ որ գիշերները անհանգիստ կքնես, Աստվածաշունչը չդնես գլխիդ տակ, դա հավասար կլինի կախարդության։ Այլ ծնկի արի, բաց արա Աստվածաշունչը, ասա տուր քո խաղաղությունը։ Հիսուսը խոստացավ, ասաց խաղաղություն կտամ, որ այս աշխարհը չունի։ Տուր քո խաղաղությունը։ Երբ որ կբացես Աստվածաշունչը, ասա տուր քո ուրախությունը, դու խոստացել ես, որ քո խոսքերը կատարյալ ուրախություն կբերեն ինձ։ Կարդացել եք այդպիսի խոսքեր, ես խոսքից եմ ասում։ Հիսուսի խոսքերն են սրանք։ Այսինքն դու որքան ես բաց անում Աստվածաշունչը ու ուզում, որ հաղորդակցություն ունենաս Հիսուսի հետ։ Եթե ունենաս, քո վկայության խոսքը հաղթանակ կբերի, եթե չէ, չես ունենա։ Սա պիտի լինի ամեն օր, գիշեր ցերեկ։ Դրա համար առաջի Սաղմոսն ասում է երանելի այն մարդը, որ այս բաները չի անում, ապա գիշեր ցերեկ մտածում Աստծո խոսքի վրա, իր հաճությունը Աստծո օրենքի մեջ է։ Եթե դու ստացած բաներ ունես, համարձակ եղիր վկայելու մեջ։ Եթե ես քեզ ասում եմ շաբաթվա մեջ ով է հայտնություն ունեցել, դու նույնիսկ ձեռք չես բարձրացնում, վախենում ես, ամաչում ես, ի՞նչն է քեզ խանգարում։ Քո մեջ կարիք կա հաղթելու։ Իսկապես կարիք կա հաղթելու։ Համարձակ եղիր ու հավատքով վկայիր, որովհետև պատերազմի դաշտում հաղթանակի մի մասը ապահովում է համարձակությունը։ Եթե դու համարձակ լինես, դու հաստատ հաղթանակի կհասնես։ Ու դու համարձակ կլինես, գիտես որ դեպքում, երբ որ դու ստացել ես Աստծուց։ Գիտեք, այստեղից խոսելը հեշտ չի ու հաճախ պատերազմ առաջացնում մարդու սրտում։ Այդտեղից կարող դուք չզգաք դա, բայց երբ որ բեմա բարձանում, պատերազմ առաջանում, ու մարդը դժվարությունով է սկսում այս ծառայությունը։ Սկսնակ քարոզիչներին ես ասում եմ համարձակության բաժիններից մեկը, որ դու կարող ես բեմից քարոզել, սա է, որ դու բան ունես Աստծուց ստացած, որ ուզում ես ասես այս ժողովրդին։ Ու չասելը անհնազանդություն է Աստծո առաջ։ Այսա քեզ կմղի հաստատ անելու գործը։ Երբ որ դու գտնվում ես անհավատ մարդկանց մեջ, տեսնում ես մարդիկ դժվարության մեջ, բայց դու ունես դրա լուծումը, չասել անհնազանդություն Աստծուն։ Չգործել Աստծո անունից դա անհնազանդություն է։ Դու ունես դա ու չես փոխանցում մարդկանց։ Դու կյանք ունես ու կյանքը չես տալիս մարդկանց, ովքեր մահվան մեջ են գտնվում։ Նախ հաղթիր քո մեջ, հետո դա կփոխանցվի այդ հաղթանակը դրսում։ Ես երկուսը խառն եմ խոսում իրար հետ։ Եթե դու ունես դժվարություն խոսքի վկայության, ամոթ կամ ինչ-որ մի բան, Աստծո խոսքի հայտնությունը կքանդի դա։ Ժամանակին ես այդպիսի մի պահ ունեցա իմ կյանքում, ճիշտ է կարծես թե առաջի հայացքից դժվարություն չունեի մարդկանց Աստծո խոսք վկայելու, բայց մեկ էլ նկատում եմ, որ սիրտս ուզում է, որ ես շատ կարդամ, գիտեք որ խոսքերը, ով որ իմ անունը դավանի, ես էլ նրան պիտի դավանեմ, ով որ իմ անունը ուրանա, ես էլ նրան պիտի ուրանամ, Հիսուսի խոսքերը։ Կարդում եմ ու անընդհատ ուզում եմ կարդալ, կարծես թե սրտից բերանն է բացվել ու ուտում է այդ խոսքերը։ Մի յուրահատուկ զգացում եմ ապրում, ասում եմ լավ, ինչի սա պետք, հələ տեղ չկա, որ ամաչեմ վկայել, բայց կարիքը կար, այնքան կարդացի, որ սիրտս ուռեց, մեծացավ, աճեց, չաղացավ կարծես թե այդ խոսքերով։ Այսինքն հաճախ այսպես կլինի, քո սիրտը ուղղակի կուտի Աստվածաշնչյան խոսքը։ Միայն բաց արա ու սպասիր, թող Սուրբ Հոգին կերակրի քո սիրտը։ Արա այս բանը, ու կտեսնես ինչքան վկայության խոսք ունենաս։ Տեղը կգա, պահը կգա, ու կբխի քո մեջից, գիտես ինչու, որովհետև ժամանակին ստացել ու լցրել ես քո մեջ։ Ու ոչ միայն ստացել ու լցրել ես, այլ շարունակաբար թարմացրել ես քո մեջ։ Հայտնությունը մի բան է, որը պիտի մի հատ չլինի, ու չգիտեմ որ թվականին, կամ տարին մի հատ պիտի չլինի, շատ պիտի լինի, ամեն օր պիտի լինի։ Ու շատ հաճախ ես մարդկանց ուղիղ եմ ասել, երբ որ խոսել եմ անհավատների հետ, ասել են չէ Աստված չկա, ասել եմ այսօր առավոտը հետ խոսել եմ, ոնց ես ասում չկա։ Բայց ոնց կարաս այդ բանը դու համարձակ ասես, եթե դու առավոտյան դու Աստծուն չես լսել։ Քո խոսելը եղել է միակողմանի։ Բայց եթե դու լսել ես, դու մի բան առել ես իրենից, այն առավոտվա լսածդ քո մեջ մի հատ ուրախություն է բերում, թեկուզ ամբողջ աշխարհին խոսես ու ոչ մեկը չընդունի։ Մեկը քո ուրախություն չի պակասում, հակառակը ուռում է, նորից մեծանում, փրփրում է կարծես թե, գիտես ինչու։
որտեղ դու ունես հաղորդակցություն կենթանի Աստծո հետ, ու դա հենց այնպես չի անցնում։ Քո վկայության խոսքը ամեն տեղ կարող է հաղթանակ բերի։ Երբ որ քեզ դեմ դուրս կգան, քո վկայության խոսքը հաղթանակ կբերի։ Երբ որ դու դժվարություն կունենաս, քո վկայության խոսքը հաղթանակ կբերի։ Հաղթանակ կբերի, երբ որ դու խոսես դա, կգործես դա։ Գիտեք, հաղթանակ չի բերում գիտությունը, որ մարդու գլխում է։ Հաղթանակ բերում է դրա վկայությունը։ Ուշադրությամբ կարդացեք, եւ նրանք նրան հաղթեցին գառնուկի արյունով, իրենց վկայության խոսքով, քո սեփական վկայության խոսքով։ Մի բան պատմեմ, ուրեմն առաջի հայացքից շատ դժվար է ճանաչել վկայության խոսքի զորությունը, մինչև դա չես ապրում։ Ուրեմն մի դժվարություն ունեի, իմ սրտում ներքին դժվարություն ունեի։ Աղոթում էի, ասեմ, որ այդ օրը աղոթեցի մի քանի ժամ։ Աղոթքի ժամանակը անընդհատ սպասում եմ, որ Աստված պիտի լուծի այդ ինչ որ իմ ներսում է։ Խոսում եմ լեզուներով, նայում եմ Հիսուսին, ասում եմ, չես տեսնում, ինչի չես լուծում։ Ես համաձայն եմ, որ դու լուծես, չգիտեմ ինչ ասես, մտքովս անցնում է, բայց ես խոսում եմ լեզուներով։ Երկար աղոթքից արդեն հոգնած, վերջ ասեցի, լավ, իմ սրտում սենց բան կա լուծիր, ու մեկ էլ հոպ անհետացավ իմ սրտից, ոչնչացավ։ Ես մի պահ կանգ առա, ասեցի իմ համար կարևոր է վերջը սկզբունքը, մի հատ հասկանամ սկզբունքը։ Փաստորեն քանի դեռ չէի արտասանել, այն ինչ որ կար իմ մեջ, վկայություն ինքը չէր դառել, վերանցս դուրս չէր եկել, լուծումը տեղի չունեցավ։ Դրա համար շատ մարդկանց, ովքեր աղոթում են իրենց ներքին դժվարությունների համար, ասում են խոսեք ձեր շուրթերով։ Ես պրակտիկ ապրել եմ, դրա համար ասում եմ խոսեք ձեր շուրթերով։ Ձեր բերանի վկայությունը հաղթանակ է բերում։ Ոչ միայն ներսում, նաև դրսում։ Դուք դժվարություններ կունենաք, բայց այդ դժվարությունների վրա խոսեք։ Խոսեք Աստվածաշնչյան խոսքը, որը ձեզ համար հայտնություն է եղել, որը այդ պահին ձեր կյանքին կպնում է։ Գիտեք, գիտելիքը ինչքան էլ խոսես, դա ոչ մի արժեք չունի։ Երբեմն այս դավանանքի խոսք արտահայտությունը չափ անցնում է ծայրահեղության մեջ։ Մարդիկ ասում են, ասենք լավ ենք, որ լավ լինենք։ Այս պրիմիտիվ բան եմ ասում, շատ պարզագույն։ Բայց սա դավանանքի խոսք չի, սա վկայության խոսք չի ու հաղթություն չի բերում մարդու կյանքում։ Մարդը ասում է շատ փող պիտի ունենամ, դավանեմ, որ ունենամ։ Չէ, սա չի բերի քո կյանքում հաղթություն։ Բայց եթե Աստված քեզ ասած լինի, որ ես քեզ շատ փող եմ տալու, շատ սխալ կլինի չասել ես շատ փող կունենամ։ Նկատում եք հիմա որտեղից պիտի սկսվի դավանանքը, վկայությունը որտեղից պիտի սկսվի։ Ամեն ինչ սկսվում է Աստծուց ստացած հայտնությունից։ Եթե դու Աստծուց ստացել ես ու ասում ես, որ չէ, սա պիտի ունենամ, պիտի ունենաս, հաստատ պիտի ունենաս։ Բայց եթե դու Աստծուց ստացել ես ու չխոսես, կարող է շատ էլ ընկճված ու կորցրած մնաս։ Իսկ կարիք կա խոսելու, վկայելու, դրանով դու կհաղթես։ Այս աշխարհում Սատան բազմազան միջոցներով դուրս կգա քո դեմ, բայց քո բերանի խոսքը կհաղթի։ Դիտես այն դեպքում, երբ որ դա հայտնություն է եղել քո համար։ Եվ որ Հիսուսն անապատում էր, որ Սատանան հայտնվեց, ասեց, ասա այս քարերը հաց դառնան։ Հիսուս ասեց, ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Հիսուսը որտեղից էր այս խոսքը ասում։ Դա գրված էր, ինքն էլ 40 օր ապրել էր Աստծո խոսքով։ Պրակտիկ, հենց այդ պահին, հենց նոր կիրառած բան էր։ 40 օր հաց չէր կերել ու ապրել էր Աստծո խոսքով։ Ահա թե ինչու իր բերանից դուրս եկած խոսքը հարված էր Սատանայի գլխին։ Ու գրված է, թողեց Հիսուսին ու հեռացավ։ Ու հրեշտակները եկան սկսեցին սպասավորություն անել իրեն։ Մեկ-մեկ կլինի, գիտեք, որ հրեշտակները հեռու կկանգնեն։ Սատանան կմոտենա ու քեզ փորձություն կբերի։ Քո ընտրությունից կախված կլինի, թե ով կհեռանա, ով կմնա։ Տեսեք, երբ որ Եդեմի պարտեզում Ադամը ու Եվան հրեշտակները նայում էին, թե Ադամն ու Եվան ինչ են անում։ Աստված նայում էր, թե հիմա ինչ են անելու։ Մոտեցել էր Սատանան։ Ասեց, ես մանրամասն չասեմ, ուղղակի Եվան ասեց, որ ուտենք կմեռնենք, ասեց չեք մեռնի եւ այլն։ Մեկ էլ Եվան ձեռքը մեկնում ու պոկում է, հետո էլ տալիս Ադամին, ասում է վերցրու դու էլ կեր, ու Ադամն էլ է ուտում։ Այդ պահին հրեշտակները մի կողմ էին քաշված, կանգնած մի կողմ նայում էին, թե ինչ պիտի լինի, ընտրությունը ինչի մեջ պիտի լինի։ Սատանայի կողմը լինելով ընտրությունը, հրեշտակները հեռացան, ու Սատանան իշխեց Ադամի վրա։ Հաճախ մեր կյանքում էլ այդպես կլինի, ինչպես եղավ Հիսուսի հետ։ Հրեշտակները մի կողմ կքաշվեն, կկանգնեն մի կողմում, կնայեն, թե մենք ինչ ենք ընտրում։ Իհարկե նրանք նորից թույլ չեն տա, որ Սատանան մեր վրա իշխի, բայց ամեն մի Սատանայի խոսքը կատարելը մեր կողմից դա կլինի Հիսուսի պարտությունը։ Ուզում ես, որ Հիսուսի պարտությունը չլինի քո կյանքում, լինի միշտ Հիսուսի հաղթանակը, ուրեմն հայտնություններ ունեցիր ու այդ հայտնությունները ուժով դավանիր, վկայիր, խոսիր ու կտեսնես, թե ինչպես Սատանան քեզանից կփախնի։ Այն ներքին դժվարություններն էլ քեզանից կփախնեն։ Օ, Հիսուսի խոսքը մեծ զորություն ունի, ալելույա։ Արջևում էլի մի շաբաթ կա, մինչև միս կիրակի օրը։ Ես ձեզ առաջարկում եմ ամեն օր բացառեք Աստվածաշունչը, ամեն օր։ Կանգնեք Հիսուսի առաջ համառորեն,
Ասեք չեմ փակի ես գիրքը մինչև մի բան չասես ըստեղից ինձ։ Մի նոր բան մինչև ինձ չասես, որ մինչև հիմա չեմ իմացել։ Մի նոր բան իմ կյանքը չլցնես, ես գիրքը չեմ փակելու։ Իսկ Կիրակի նույնիսկ կհարցնեմ ձեզ։ Երևի մեզ Կիրակի ոչ մեկը չի գա, բոլորը հիվանդ կլինեն, հա։ Գործ կունենան շատ կարևոր, հյուրեր կընդունեն, չգիտեմ, բայց կյանքում ումից կփախնեք։ Մի եղեք վատ աշակերտի նման։ Եղեք նրանց նման, ովքեր ուզում են միշտ հաղթած լինել։ Հալելույա։ Եկեք շարունակենք։ Նրանք հաղթեցին գառնուկի արյունով, իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Վերջի երրորդ բաժինը, որը բերում է հաղթանակ մարդու կյանքում, իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Մարդիկ չեն սիրում այս բաժնի մասին խոսել։ Մարդիկ սիրում են խոսել մեծ լավ բաների մասին, որ այ փող ստացա Աստված ինձ օրհնեց։ Գիտեք, ես մտածում եմ, որ շատ Հիսուս ունենալն է օրհնություն։ Դուք եք այդպես մտածում։ Բայց երբ որ սկսում ենք խոսել նրանից, որ կարիք կա, որ մենք մեր կյանքը չսիրենք, այնքան լավ է, եկեք խոսենք, որ սատանան զորություն չունի մեր վրա։ Բայց որ մենք մեր կյանքը պիտի չսիրենք, եկեք սրանից չխոսենք։ Ես դեպքեր գիտեմ, որ նույնիսկ մարդիկ, նույնիսկ հովիվներ չեն ուզեցել իրենց եկեղեցում խոսեն դրա մասին, որ հանկարծ ոմանք չվիրավորվեն հովից։ Գիտեք, սա ճիշտ չի, դուք չեք հաղթի կյանքում, եթե դուք ձեր կյանքը սիրեք։ Պողոս ասում է, ինչով պիտի պարծենամ։ Ես իմ բառերով եմ պատմում։ Ասում եմ, միայն Քրիստոսի խաչով պիտի պարծենամ, որով աշխարհը ինձ համար է խաչը ելած։ Ես էլ իր համար եմ խաչը ելած։ Սա կրկնակի մահ է նշանակում, գրված է Գաղատացիների 6:14 խոսքում։ Ասում աշխարհը ինձ համար է խաչը ելած, ես էլ իր համար եմ խաչը ելած։ Կրկնակի մահ, մեղքը, այս աշխարհի հաճույքները, ամեն ինչը մեռած է իմ համար, այսինքն իմ համար գոյություն չունեն իրենք։ Ես էլ մեռած եմ իրենց համար։ Չեմ կարող գործել դրանք, որովհետև մեռած եմ, իրենց համար մեռած եմ։ Հասկանաք մեռած ինչ նշանակում, որ չի կարող գործել, շարժվել, խոսել դրա համար։ Երբ որ մարդը իր կյանքում ինչ որ սիրած բաներ է պահում, հենց այդ սիրած բանը զենք է դառնում սատանայի համար, որ քո դեմ կիրառի։ Մի պահ մտածեք, երբ որ ես մի բան շատ եմ սիրում, հենց դա արդեն իմ թույլ տեղն է, որտեղով սատանան կարողանում է խոցել իմ կյանքը։ Ունես այդպիսի բան, որ մի բան, որ շատ է սիրում ես աշխարհում, ինչ ուզում է լինի։ Մեկի համար փողն է, մեկի համար հաճույքներն են, մեկի համար կոմֆորտն է, մեկի համար էս մարմինն է։ Նա պետք է շատ քնի, շատ ուտի էս մարմինը, չգիտեմ։ Մեկի համար ինչն է, իր պատիվն է, ամեն ինչ կտամ պատիվս չեմ տա։ Այս աշխարհում շատ կարևոր բան է պատիվը։ Գրված է իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Եթե իսկապես քո կյանքը չսիրես մինչև մահվան աստիճանի, իսկապես կունենաս այս հաղթանակը։ Եթե չէ, ինչ որ սիրեցիր ես կյանքում քո գլխին փորձանք է դառնալու։ Եկեք ուրիշ ձևով ասեմ։ Այդ ինչ էլ սիրեցիր, փոխարինեմ այսպիսի խոսքով։ Ում էլ որ սիրեցիր այս կյանքում քո գլխին փորձանք է դառնալու։ Մարդիկ հաճախ իրենց կյանքում մարդիկ են բարձրացնում։ Գործ չունեք, որովհետև վաղը դրանից է խոցվելու։ Ուզում է դա հարազատ երեխատ լինի, ով ուզում է լինի, չբարձրացնես քո կյանքում այնքան, որ քո սիրած բանը դառնա այս աշխարհում։ Անձդ ուրացիր, խաչդ վերցրու, Հիսուսի խոսքերն են։ Անձդ ուրացիր, խաչդ վերցրու։ Երբ որ հրեան լսում էր կամ տեսնում էր, գիտեք չէ, այն ժամանակ առաջի դարում ինչպես էր։ Հռոմեացիները երբ որ մեկին ուզում էին սպանել, խաչը տալիս էին, ասում էին տար։ Ու իրենք հետը գնում էին։ Ինչու պիտի զինվորները տանեն։ Հեսա մի քիչ հետո պիտի մեռնի, այնա խաչը ինքը թող տանի, ինքը հոգնի։ Անում էին ինչ-որ միտեղ, ցանկացած տեղ, կարող ասեին հերիքա խաչը տանես, սպասի քեզ խաչում ենք։ Հենց այդ նույն տեղում մեղեին իրեն։ Այսինքն երբ որ հрьяաները տեսնում էին մեկին, որը իրենց փողոցով խաչ էր տանում, ասում էին իրան րոպեներ ժամեր է մնացել ապրելու, քիչ է մնացել ապրելու։ Կարող ես խաչը վերցնող մարդ լինել։ Միշտ ապրես այնպես, կարծես թե քեզ ժամանակ չի մնացել ապրելու։ Արդեն ժամանակը հասել է մահվան։ Միշտ ապրես այսպես։ Մեկ-մեկ որ ինձ գալիս ասում են, քո համար սենց, ինչ որ այս աշխարհային բաներից անենք, նայում ասում ինչի համար, չգիտեմ ինչքան եմ ապրելու։ Քանի օր, չգիտեմ, քանի տարի, Աստված գիտի։ Բայց ինչի համար։ Կյանքդ անձդ ուրացիր, խաչդ վերցրու։ Սա հաղթություն է բերում։ Գիտես ինչու։ Հիշում եք հենց սկզբից Աստծի սատանան ինչերով է հարձակվում մարդու վրա։ Այդ հարձակման միջոցներից մեկը սիրած բաներն են։ Հայլփլում բաներ ես աշխարհում, որոնք ցույց է տալիս ու գրավում է մարդուն։ Եթե դրանց համար դու մեռած լինես, խաչված լինենք դրանք քո համար, ինչքան ուզում ես ցույց տա։ Ոչ մի բան չի ազդի քո վրա։ Փորձել եք դիակի մոտ փող ցույց տալ ու մեկ էլ դիակը վեր կենա, ասի տուր ինձ այդ փողը։ Պատկերացնում եք այդպիսի բան։ Այսպես պիտի ապրել ես աշխարհի հաճույքների ու մեղքերի ու ամեն ինչի համար։ Ոնց որ դիակ, ինչ ուզում ես ցույց տա քո վրա չի ազդում։
Բայց սատանայի համար սա ամենազորավոր զենքերից մեկն է։ Նույնիսկ Հիսուսը ասեց, գիտեք ինչ, ասեց գայթակղությունները պիտի գան, բայց վայ նրանց ում ձեռքով կգան։ Հիշում եք այդ խոսքը։ Այսինքն հաստատ գալու են այդ գայթակղությունները, որովհետև գայթակղելը հաճախ ավելի զորավոր է լինում, քան թե վախեցնելը։ Երբ որ մարդու ճակատին մի զենք են դնում, ասում են կկրակեմ, ուրացի Հիսուսին։ Այստեղ կարող է մարդը ավելի հեշտությամբ դավանի ասի, չէ, ես հավատարիմ կմնամ, սպանի։ Բայց երբ որ մի հատ հաճելի բան են ցույց տալիս, մարդը այնքան հեշտ է գնում դրա հետևից։ Ցավոք, սա ավելի շատ մարդիկա կուլ տալիս, քան թե սպառնալիքը։ Դրա համար մեռած լինելը ամենալավագույն միջոցներից մեկն է հաղթելու։ Եթե մեր մեջ աշխարհային ձգտումներ չլինի, Սատան ոչինչ անել չի կարող քրիստոնյային։ Ոչ մի բան անել չի կարող, որովհետև ինքը բռնվելու տեղ չունի։ Քրիստոնյայից բռնելու տեղ չունի, թույլ տեղ չունի։ Եկեք մի խոսք Հովհաննես տանից կարդանք։ 12-րդ գլուխ 24-րդ խոսքը։ Հիսուսի խոսքերն են։ Էլի վերջին օրերն էր ապրում Հիսուսը։ Անմիջապես սրանից հետո, գուցե հաջորդ օրը, գուցե մի 2 օր հետո, արդեն վերջին գիշերն էր։ Այսպես վերջի օրերն էր ապրում։ 12-րդ գլխի 24-րդ խոսքում իր աշակերտներին այսպիսի բան է ասում. Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, ապա եթե մեռնի, շատ արդյունք կբերի։ Մի պահ ուշադրություն դարձրեք այս շատ բառի վրա։ Չգիտեմ, ձեր թարգմանություններում էլ գրված է այս շատ բառը։ Եթե ցորենի հատը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա որպես մեկ հատիկ։ Իսկ եթե մեռնի, ինքը շատ արդյունք կբերի։ Ապա եթե մեռնի, շատ արդյունք կբերի։ Մարդուն մեռած լինելու չափից կախված է, թե ինքը ինչքան պտուղ կբերի։ Երբ որ դու մի քիչ ես մեռնում, այդ մի քիչ էլ լինում է քո պտուղը։ Երբ որ դու շատ ես մեռնում, դու շատ պտուղ ես բերում։ Երբ որ դու վերջնական մեռնում ես, քո պտուղը շատ է լինում։ Դրա համար երբ որ Սերմնացանի առակն էր պատմում Հիսուսը, վերջի խոսքերում 4-րդ հողի համար, բարի հողի համար, ոմանք բերում են 30, ոմանք 60, ոմանք 100։ Գիտեք ինչու, սա կարողության չափ է ինչ-որ միտեղ։ Ինչ-որտեղ նվիրաբերության չափ է, ինչ-որ միտեղ զոհաբերության չափ է։ Նվիրվելը Աստծուն կապված է զոհաբերության չափից։ Որքան ես նվիրվում, երևում է նրանից, թե որքան ես զոհաբերում։ Եվ ասում են, եթե մեռնի, ինքը շատ պտուղ կբերի։ Եվ 25-րդ խոսքը պիտի կարդամ. նա որ իր անձը սիրում է, պիտի կորցնի, եւ նա որ իր անձը այս աշխարհի մեջ ատի, հավիտենական կյանքի համար պիտի պահի այն։ Հետաքրքիր է, որ հենց այս խոսքերը Հովհաննեսն է գրում, թե Հայտնության գրքում, թե իր ավետարանում։ Նայեք, նա որ իր անձը այս աշխարհի մեջ ատի, հավիտենական կյանքի համար պիտի պահի։ Այդ անձը պիտի պահպանվի հավիտենական կյանքի համար։ Այստեղ ատել բառը շատ դիպուկ է, ու Հիսուսի աշակերտ լինելու համար ատել բառը շատ դիպուկ է գրված, ու պատահական չի։ Հիշում եք, Լուկասն էլ է դա գրում։ Ասում է, եթե մեկը ինձ գա, չատի իր հայրը, մայրը, քույրը, եղբայրը, իր կյանքն էլ իմ աշակերտս լինել չի կարող։ Այդ կյանքը ատելը յուրահատուկ մի բան է։ Այսինքն, երբ որ քո առջև կկանգնի ընտրություն Հիսուսին է, թե քոնը որպես մեռած խաչն ես հանում ու կատարում ես Հիսուսին։ Ապրել ոչ թե քո համար, ապրել մարդկանց համար Հիսուսի միջոցով, ապրել Աստծո թագավորության զարգացման ու տարածման համար, ապրել հանուն նրա, որ ամեն բանն ազատեցված լինի Հիսուսի ոտքերի տակ, որ քո շուրջ եղած ամեն ինչը բերես ու դնես Հիսուսի ոտքերի տակ, ասես հնազանդվիր, որ մի հոգի էլ կյանքում քո շուրջ եղող մարդկանցից հնազանդեցված լինի Հիսուսին, ապրել սրա համար, ապրել նրա համար, որ սատանայի բանակը ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի նահանջի քո առջև, որ տունը, որ մտնես այդ տանից հեռանա սատանայի բանակը։ Ես սրա համար ապրել ոչ թե սեփական անձի հաճույքների համար, ոչ թե սեփական կարիերայի ու մեծության համար։ Եթե Աստված կտա այդ կարիերան առադա, ու դա էլ թող նպաստի նրան, որ քո հաղթությունները սատանայի դեմ հասնեն ավելի բարձր տեղեր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Հավիտենական կյանք ունենալու համար պետք է այս աշխարհում կյանքը կորցնել։ Դու ընտրության առաջ ես։ Կամ այս աշխարհում կապրես, հավիտենական կյանքը կկորցնես, կամ այս աշխարհում կկորցնես ու հավիտենական կյանքը կունենաս։ Սա Աստծո սկզբունքն է։ Եթե այս աշխարհում կորցրեցիր, հավիտենական կյանքի համար պահած կլինես քեզ։ Այստեղ խաչի զորությունն է արտահայտվում։ Այստեղ խաչի զորությունն է բացվում։ Ում համար ես ապրում։ Դու խաչված ես մեղքի համար, այս աշխարհի համար, ու ապրում ես Հիսուսի համար, թե հակառակը ապրում ես քո հաճույքների, քո կյանքի համար։ Գիտեք, Հիսուսը երբ որ ասեց հեթանոսական աղոթք, ինչ անվանեց հեթանոսական աղոթք։ Երբ որ մարդիկ շատ նյութական են խնդրում, ու իրենց աղոթների հիմնական մասը նյութականն է։ Ասած այսպիսի բաներ հեթանոսներն են խնդրում։ Գիտեք ինչու են հեթանոսները խնդրում այդպիսի բաներ, իրենք ուրիշ բան չեն ճանաչում։ Իրենք չգիտեն հավիտենական կյանքի մասին, չգիտեն Հիսուսի մասին, բան չգիտեն։
Չգիտեմ, որ կարելի է մայից հետո հավիտյան ապրել Աստծո մոտ։ Եթե դրանք չկա, հավիտենական ապրելը չկա, բնական չի, որ ես կաշխատեմ այս կյանքից ամենահաճելի բաները դուրս քաշել։ Այն ինչը որ այս մարմնին հաճելի կլինի։ Բայց երբ որ ես գիտեմ կա հավիտենական կյանքը, լրիվ անիմաստ ու դատարկ է դառնում այս աշխարհում ապրել մարմնի համար, որը վաղը պիտի կորցնես ու կանգնես Աստծո առաջ։ Ուզում ես հաղթած լինել, խաչի զորությունը գա քո կյանքում։ Վերցրու խաչդ, անձդ ուրացի, հաստատ հաղթող կլինես։ Տեսեք, առաջինը գառանարյուն է, եւ վերջինը անձը չսիրելը։ Գառանարյունը Աստծո կողմից կատարված միջոցն էր, անձը չսիրելը մեր կողմից նույն արյան հետ մեկանալն էր։ Երբի ուրիշ ձևով բացատրեմ սա։ Հիսուսը խաչի վրա սպանեց աշխարհայինը, մեղքը, բայց մենք էլ մեր բաժինը ունենք նույն խաչի վրա զոհաբերելու։ Երբ որ մենք մեկանում ենք Հիսուսի հետ խաչի վրա, մեր կյանքում գալիս է հաղթությունը։ Այդ հաղթության կիրառությունը կյանքում իսկապես կբերի հաղթանակ։ Երբ որ քո առաջ կկանգնի մեղքը, դու կասես մեղք, ես քո համար մեռած եմ։ Դա կլինի քո բերանի դավանանքը, որովհետև դու ապրել ես այդպես, որովհետև դա հայտնություն է քո կյանքում Աստծո կողմից տրված։ Այս դեպքում հաղթանակ կլինի։ Գիտես, մարդը կարա ասի, գիտես մեղք, ես քո համար մեռած եմ, գիտես մեղք, ես քո համար մեռած եմ, բայց սրտում ենքան ուզեն այդ մեղքը, ու վերջը գործի այդ մեղքը։ Բայց մի երկու անգամ դու ապրի հայտնություն որպես մեղքի համար մեռած լինելը ինչ է նշանակում։ Պրակտիկ ապրիր դա, մեղքը կկանգնի քո առաջ ու ապրիր այդ մեռած լինելը։ Այնց հետո ինչքան էլ գալիս է քո առաջ հանգիստ դավանում ես, ասում ես մեռած եմ ու ինքը հեռանում է, ու ինքը մեռնում է քո համար։ Ո՞րն ես ուզում, հավիտենական կյանքը թե հիմիկվա կյանքը։ Արդյոք քո կյանքում կա Աստծո խոսքից հայտնություն։ Իսկ ես հարցնում, այսօր առավոտյան դու Աստծո խոսքից հայտնություն ունեցել ես։ Ես չեմ ուզում, որ այսպես լինի։ Առաջնորդեմ մարդկանց, ովքեր վաղը պիտի պարտություն կրեն։ Ուզում եմ առաջնորդեմ մարդկանց, ովքեր գիտեն, որ ուժեղ զինվորներ են ու վաղը հաղթանակ պիտի ունենան։ Ու միշտ հաղթանակ պիտի ունենան։ Իմ նպատակն է, որ դուք ուժեղանաք Աստծո խոսքի հայտնության մեջ, հավատալով Հիսուսի արյանը ու ձեր անձերը ուրանալով։ Այդ դեպքում այս աշխարհի վրա դուք ճիշտ կապրեք, հավիտենական կյանքը կունենաք։ Ո՞րն ես ուզում, հավիտենական կյանքը, թե այս կյանքը։ Ինձ մի պատասխանիր, ոտքի կանգնիր ու այդ բաները խոսիր հիմա Հիսուսի հետ։ Քեզ 3 զորավոր միջոց է տրված հաղթելու համար։ Հիսուսի արյունը, քո դավանանքի խոսքը, քո վկայության խոսքը եւ քո անձը չսիրելը մինչեւ մահ։ Ալելույա, փառք Հիսուսին։ Հիսուսը երկրի վրա հենց այդպես ապրեց։ Իր անձը դրեց մարդկանց համար, ոչ մի բան չարեց իր հաճույքի համար։ Ամեն բան արեց Հորը հաճելի լինելու համար։